Թրամփը վերջին մեկ շաբաթում երկրորդ անգամ է Պուտինին կոչ անում դադարեցնել կրակն Ուկրաինայում, բայց ռուս-ուկրաինական հրանոթները գոնե 3 օրով լռեցնելու առիթ է դառնում երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Մայիսի 8-ից 11-ը Ռուսաստանը հրադադար կհայտարարի։ Պուտինը նաև Կիևին է կոչ արել միանալ այս նախաձեռնությանը, նաև զգուշացրել է Ուկրաինայի ցանկացած խախտման դեպքում կվերսկսվի ռազմական գործողությունները։ Տեղի ունենում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև պայմանավորվածության հասնելու գործընթաց եւ այդ գործընթացում տակտիկական շարժեր, ինչպիսին օրինակ հենց նույն հրադադարի վերաբերյալ Պուտինի հայտարարությունները, նաեւ Թրամփի առանձին հայտարարություններ, այսինքն այդ հայտարարությունները իհարկե ունեն տակտիկական նշանակություն այդ ավելի մեծ գործընթացի համատեքստում։ Խաղաղության հնարավոր համաձայնագրի շուրջ միջազգային ճնշումը նույնպես մեծանում է։ Միացյալ Նահանգների նախագահը ասել է, Զելենսկին պատրաստ է զիջել Ղրիմը։ Հարցը քննարկել են Վատիկանում կարճ բանակցության ժամանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ եթե առաջիկա օրերին խաղաղության պայմանագիր չկնքվի, ապա ինքը դուրս կգա ընթացիկ բանակցային գործընթացից։ Թրամփի խոսքով այժմ վճռական պահ է եւ կողմերը պետք է ընտրություն կատարեն խաղաղության կամ շարունակվող արյունահեղության միջև։ Մի խոսեք ինձ հետ Ղրիմի մասին, խոսեք Օբամայի եւ Բայդենի հետ Ղրիմի մասին եւ հիշեք, որ սա Բայդենի պատերազմն է, սա Թրամփի պատերազմը չէ։ Ես եկել եմ, որպեսզի փորձեմ խնդիրը լուծել եւ խնդիրն այն է, որ շատ մարդիկ են զոհվում։ Միացյալ Նահանգների պետքարտուղարն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի մոտ ապագայում եւ այս շաբաթ շատ կարեւոր է լինելու։ Մարկո Ռուբիոն կրկին ընդգծել է, Վաշինգտոնը հավերժ չի կարող միջնորդական ջանքեր գործադրել եւ եթե համոզվի, որ դրանք արդյունք չեն տալիս, դուրս կգա գործընթացից։ Ղրիմը զիջելու վերաբերյալ հայտարարությունը ըստ էության որոշակի սիգնալ է Ուկրաինայի կողմից պատրաստակամության մասին, հրադադարի պատրաստակամության մասին։ Ռուսական կողմի մոտ դիրքորոշումները կարծես մնացել են նույնը, պահանջները մնացել են նույնը, բայց հավանաբար բան կլինի, եթե բանակցային գործընթացը լինի, որոշ պահանջների մեղմացում տեղի կունենա։ Ռուսաստանի բանակը աջակցություն ստանալով Հյուսիսային Կորեայի ժամանած ուժերից փորձում է ամրապնդել իր դիրքերը, սակայն Ուկրաինայի հատուկ ստորաբաժանումները շարունակում են ակտիվ գործողություններ։ Պուտինն էլ շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեային աջակցության համար։ Սա շատ կարևոր շաբաթ է լինելու։ Մենք պետք է որոշենք, արդյոք ցանկանում ենք շարունակել այս ջանքերը, թե ժամանակն է կենտրոնանալ այլ հարցերի վրա, որոնք որոշ դեպքերում նույնքան կարևոր են, եթե ոչ ավելի։ Սա նշանակում է շարունակել պատերազմը։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե արդյոք այդ պատերազմը ինչպիսի ընթացք ունենա եւ արդյոք հաջորդ պարագայում էլ ավելի վատ պայմանավորվածությունների չի բախվի նույն Զելենսկին։ Այս պահին համաշխարհային հանրությունը լարված հետևում է ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումներին։ Զրուցակիցներս ասում են, մայիսի 9-ի հրադադարը կարող է դառնալ շանս բացելու երկար սպասված խաղաղության ճանապարհը կամ ընդհանրապես մի քանի օրվա դադար նոր ուժով մարտական գործողությունները վերսկսելու համար։ Թե ինչ ուղղությամբ կշարժվի պատմությունը կախված է առաջին հերթին կողմերի իրական պատրաստակամությունից եւ միջազգային ճնշման ուժգնությունից։ Սեդա Մակարյան, Նահապետյան, ABC Media։